Ամեն գաղտնիք վաղ թե ուշ բացահայտվում է։ Մի քանի օր առաջ շատերը մտաբերեցին հին մտածող Սոկրատեսի այս խոսքերը, երբ մոլորակի ներկայիս քաղաքական քարտեզին գաճաճ պետություն համարվող, սակայն իր նշանակությամբ եւ ազդեցությամբ սահմաններ չճանաչող Վատիկանի արխիվի տնօրեն Մոնսինյոր Սերջո Պագանոն հայտարարեց հաջորդ տարեսկզբին պապական հնադարի արխիվները բացելու եւ Lux in Arcana ցուցահանդեսում ներկայացնելու մասին։ Դարերով գաղտնիքներ ամբարած պապական նկուղների հետ աշխարհում չի կարող համեմատվել որևէ հին կայսրության կամ նոր գերտերության պահոց կամ արխիվ։ Սրբազան քահանայապետերի հաստատած օրենքով կոնկրետ պատմական իրադարձությունների վերաբերյալ արխիվները չեն բացվում նվազագույնը 75 տարի։ Միլիոնավոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են եվրոպական արքայատոհմերին, շատ պատերազմների, շարժառիթներին, աշխարհի հզորների գաղտնի բանակցություններին կամ մեծատոհմիկների սիրարկածներին, որոնք կարող են պարզ երկնքում ապրոպի տպավորություն թողնել, դեռ չեն բացահայտվել ընդհանրապես։ Մոնսինյոր Պագանոն նաև հայտարարել էր, որ ցուցադրվելու են նաև փաստաթղթեր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ։ Մեզ համար այդ արխիվները նաև հսկայական հայագիտական նշանակություն ունեն։ Շատ փաստաթղթեր կարող են լույս բերել մեր պատմության բազմաթիվ դրվագների, հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միջև դարերով ձգված դավանաբանական վեճերի, առողջապահության, փիլիսոփայության, տիեզերագիտության վերաբերյալ մեր նախնիների գիտելիքների ու հայտնագործությունների վրա։ Լատիներեն Archivum Secretum, Վատիկանում կամ իտալերեն Archivio Secreto։ Սուրբ Պետրոսի բանալիով բացված գաղտնարանում ուսումնասիրված փաստաթղթերի ժողովածուներից մեկը հենց այդպես է կոչվում։ Վատիկանի պահոստերի ուսումնասիրություններին եւ որոշ փաստաթղթերին ծանոթացել են նաեւ հայագետները։ Նրանցից Մերուժան Կարապետյանի հետ զրուցել է Տաթևիկ Նալբանդյանը։ Ինչ գաղտնիքներ են թաքցնում ինդուլգենցիայի 7000 հաստափոր հատորները կամ ում դավադրությամբ հափշտակվեցին Պետրարկայի ձեռագրերը։ Ինչ էր գրում Հռոմի Պապ Ալեքսանդր 6-րդ Բորջյան իր սիրեցյալներին Լուկրեցիային կամ Ջուլիա Ֆարնեզեին անձնական գրագրության ժամանակ։ Այստեղ կարելի է գտնել ապշեցուցիչ փաստաթղթեր, ասեն Գալիլեի դատավարության բոլոր սղագրությունները, Հենրիխ 8-րդի նամակները Աննա Բոլեյնին կամ կոնգրեգացիայի ծեսերի արխիվները, կանոնականացման վեճերից մինչև սատանայի փաստաբանների հաշվետվություններ կամ Մոնցիկուսանոցի բնակիչների կյանքի ինտիմ մանրամասներ։ Այս հաստատությունը կոչվում է Archivum Secretum Վատիկանում, Վատիկանի գաղտնի արխիվներ։ Հռոմի Սուրբ Աթոռի այս եզակի պահոցը կոչվում է գաղտնի, քանի որ Պապի մասնավոր արխիվն է եւ սահմանափակ է այցելությունների համար։ Առաջին անգամ գիտնականների համար այն բացվել է 1881 թվին, սակայն այցելուներին հասանելի են մինչև 1922 թվի ակտերը։ Դուք կարող եք հետազոտել ցանկացած փաստաթուղթ, բայց չեք կարող մուտք գործել արխիվ։ Փաստաթուղթը ձեզ կտրամադրվի, եթե հայտագիր լրացնեք, բայց ձեզ չեն տրվի այն փաստաթղթերը, որոնց 75 տարին դեռ չի լրացել։ Այստեղ մինչև այժմ գործում է 100-ամյա կանոնը։ Վերջին 100 տարվա նյութերը այսօր փակ են եւ անմատչելի բացարձակապես բոլորի համար։ Դա ընդունված եւ ընդունելի կարգ է աշխարհի բոլոր արխիվներում։ Ըստ որոշ մեկնաբանությունների այս կանոնի բացակայությունը աշխարհի ուժեղների կեսին կստիպեր կյանքը ավարտել ինքնասպանությամբ։ Չկա աշխարհում հաստատություն, որը կարող է համեմատվել Վատիկանի գաղտնի արխիվների հետ։ Միայն գրադարակների երկարությունը այստեղ 40 կիլոմետր է, հատորների թիվը բազմահազար։ Որոշ հատորներ այնքան հաստ ու ծանր են, որ մի մարդու ուժերից վեր է դրանք բարձրացնել։ Գաղտնի արխիվի ֆոնդերը կազմում են 630 տարբեր արխիվներ, մոտ 35,000 հատոր։ Պատմաբաններն այս հաստատությունն անվանում են Սուրբ Պետրոսի բանալի։ Առանց այդ բանալու հնարավոր չէ հասկանալ անտիկ շրջանի եւ միջնադարի պատմությունը։ Այստեղ ամփոփված է հռոմեական կայսրության եւ նրա հետ առնչված բոլոր երկրների ամբողջ փաստագրական դիվանը։ Դժվար է գտնել աշխարհում մի ժողովուրդ, որի վերաբերյալ հնարավոր չլինի նյութեր հայթայթել Վատիկանի գաղտնի արխիվներում։ Վատիկանի հավաքածուն երկու խոշոր բաժանում ունի։ Ամենամեծ գաղտնի արխիվները հնագույն ժամանակներից ձևավորված եւ 1622-ին հիմնված Պրոպագանդա Ֆիդեի հավատասպյուր ժողովի դիվանը, որ ձևավորվել է կաթոլիկությունը ծավալելու Հռոմի ջանքերի արդյունքում։
Ամեն տարի Վատիկանի արխիվում աշխատում են մոտ 1500 գիտնականներ աշխարհի բոլոր երկրներից 20-րդ դարի 90-ականներին 3 տարի այստեղ հետազոտություններ են կատարել նաև Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմության ինստիտուտի 2 գիտաշխատողներ, ինչ էին որոնում եւ ինչ բացահայտեցին։ Հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին, երբ կազմվեցին եւ հրատարակվեցին Վատիկանի ձեռագրած ցուցակները, առանձին հատորով դուրս տեսավ նաև Վատիկանի գրադարանի հայկական ձեռագրերի ցուցակը, սակայն հայկական վավերագրական հսկայական նյութը, որ ամբարված է Վատիկանի արխիվներում, մինչև այժմ ուսումնասիրված չէ։ Հայոց վերաբերյալ մեր 2 պատմաբանների տեսած եւ պատճենահանած ամենահին փաստաթղթերը վերաբերում են Կիլիկիայի թագավորության ժամանակաշրջանին։ Ամենավաղը, որ տեսանք, 8-րդ դարի հայերեն պատառիկ էր։ Իսկ փաստաթղթային առումով այն Կիլիկիո հայոց թագավորության շրջանից, ուրեմն արևմուտքի հետ քաղաքական եւ հոգեվոր հարաբերությունների վերաբերյալ մեջտեղ եկավ փաստաթղթերի շատ ամբողջական մի պատկեր։ Ռեգիստրների մեջ այստեղ բավականին ամփոփ պատկեր մենք ունեցանք, սկսած Լևոն առաջին թագավորից մինչև 13-րդ դարի առաջին քառորդ։ Բացառիկ փաստաթուղթ է Կիլիկիայի Լևոն Մեծագործ թագավորի ոսկե կնիքով նամակը Ինոկենտիոս 3-րդ պապին գրված 1216 թվին։ Այդ հազվագյուտ կնիքը հայագետներին առայժմ հայտնի է միայն Վատիկանի արխիվում պահվող օրինակներով։ Կարող եք երևակայել, երբ իսկապես շփվում եք, ասենք, թագավորական գրագրությունների հետ, ոսկե կնիկ, որ բացառիկ նմուշներ են, որ պահվում են Վատիկանի լավագույն հավաքածուի լավագույն մասերից են համարվում Լևոն առաջին թագավորի այդ ոսկե կնիկ փաստաթղթերը, շատ ազդեցիկ է եւ հրադարակված են իրենց ամենալավագույն ժողովածուներում, օրինակ ունեն Վատիկանի ոսկե կնիկները, այդպիսի հսկայական հադոշ, իշարս մյուս թագավորների ոսկե կնիկ դոկումենտների Լևոն թագավորի փաստաթղթերը եւս ամենաշքեղագույն հրադարակություններն են ունեցել։ Փաստաթղթերի մեջ իր տպավորիչ գեղեցկությամբ առանձնանում է հայոց Կոստանդին Բարձրաբերդի կաթողիկոսի մագաղաթե մեծադիր զարդանախշ նամակը Հռոմի պապին, որ ուղարկվել է 1225 թվին պապական լեգատ Դիմանչի ձեռքով։ Մագաղաթի մշակությունը Կիլիկիայում հասավ շատ բարձր աստիճանի եւ սա դրա լավագույն նմուշներից մեկն էր։ Մի մագաղաթ էր թափանցիկ, երկու կողմից տեքստը ընթեռնելի է, չեք երևակայում ինչ գեղեցիկ գրություն է, նախշած, ծաղկազարդ, ուրեմն գիր հավատող խոստովանության հայաստանյաց եկեղեցու Գաղտնի արխիվների ենթաֆոնդերից մեկում Վեսկովի ֆոնդում են պահվում Ոսկան Երևանցու 1668 թվի նամակները Կղեմես 8-րդ պապին։ Դրանք լատիներեն ինքնագիր շնորհակալական նամակներ են Ամստերդամից։ Հայտնելով, որ արդեն ավարտվել է Աստվածաշնչի հայերեն հրատարակությունը, պապին է ուղարկում տպագիր օրինակներից մեկը, աղերսելով ողորմածության արժանի դարձնել թուրքերի լծի տակ ճնշված իր ազգին։ Նույն ֆոնդում է պահվում Հակոբ Ջուայեցու 1666 թվի մեծադիր նամակը պապին։ Շնորհակալություն հայտնելով իրեն նվեր ուղարկած սկիհի համար, նա խնդրում է, որ պապի կողմից գրվի Լեհաստան Նիկոլ Թորոսովիչին, որ մեր եկեղեցին պահի նախնական ավանդությամբ, ինչպես որ մնացել են մինչև այս վայրը։ Հետաքրքիր տեղեկություններ են պարունակում Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի պատրիարքական փոխանորդ Հովանես եպիսկոպոսի նամակները Սուրբ Աթոռի գահակալին եւ Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Չիպոին։ 1686 թվին գրված այդ նամակներում Հովանես եպիսկոպոսը պատմում է, թե ինչպես Պոլսից Երուսաղեմ ուղևորվող 200 հայ ուխտավորների նավերը թալանեցին ծովահենները միջերկրական ծովում եւ պապի միջնորդությունն է խնդրում հետ ստանալու համար իրենց իրերն ու ապրանքները։ Իդեպ հայտնի է, որ ծովահենները խրախուսվում էին եվրոպական միապետների կողմից միջերկրական ծովում իրենց տիրապետությունը հաստատելու համար։ Ինքը վերադառնում էր Հռոմից պապական նվերներով։ Գալիս է պոլիս, փորձում կազմում է ուխտավորների բանակ, վարձում են մի քանի նավեր, 6 թե 7 եւ ուղևորվում են Երուսաղեմ։ Հոնիական կղզիների մոտ ծովահենների մի մոտ 1 տասնյակի չափ նավեր իրենց գալիոններով տանում են Նեոն կղզին, թալանում են լրիվ ուխտավորների ունեցվածքը, մեծ տառապանքներ են քաշում մի քանի ամիս ծովում մնալով։ Պապին նամակներով պատմում է, ասում է հանեցի եւ այս մարդկանց ցույց տվեցի քո ինքնագիրը, որ քո մոդից եմ գալիս, եւ կարդինալ Չիբոյի նվիրած մադանին, ասում է բոլորը խլեցին, քո նամակն էլ պատառոտեցին, ծովը նետեցին։ Ասում է, գիտեք, ինչպես եք ուզում իմ ժողովրդին կոչ անեմ կաթոլիկության դարձի, եթե քո կաթոլիկը քեզ այսպես է վերաբերվում։
եւ խնդրում է պապագան միջնորդությունը ունեցվածքը հայերի հետ վերադարձնելու։ Ինչքան մաքս էին վճարում Լևոն եւ Հետում թագավորները իրենց գնաց նավերի կամ դուստրերի օժիտները բերելիս։ Առևտրատնտեսական հարաբերությունների շատ հետաքրքիր մանրամասներ կարելի է բացահայտել Ծովամատյանի մաքսատան արձանագրություններում, ինչ գաղտնիքներ է թաքցնում Ազարիա կաթողիկոսի հենց այդպես էլ վերնագրված մութ ու ծածուկ պատմությունը։ Վատիկանի գաղտնի արխիվների եւ պրոպագանդա ֆիդեի բազում ֆոնդերում ցրված են հայոց պատմության մեզ դեռևս անհայտ հազարավոր դրվագներ ու փաստաթղթեր։ Դրանք կարող են շատ բան պատմել հայկական գաղթօջախների, հայ կաթոլիկ համայնքների, հայ մշակույթի պատմության եւ ազգային ազատագրական շարժման, հայկական հարցի ու մեծ եղեռնի մասին։ Վատիկանի արխիվները կարևոր եւ անսպարժ թեման են հայոց պատմությունն ուսումնասիրողների համար, եւ հայագիտական կառույցները պետք է կարգված ծրագիր ձեռնարկեն այս հսկայական նյութը յուրացնելու համար։ Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Փափազյան, Հայլուր։